Ինչու է ուշանում արդարադատությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հանրայինորեն դժգոհել է ուշացող կամ ուշացած արդարադատությունից։ Այսօր արդարադատության նախարարության կազմակերպած արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին վարչապետը պատասխանելով այս հարցին կարծիք հայտնեց, որ պատճառներից մեկը արդարադատության եւ ժողովրդի միջև եղած խզումն է։ Ես կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ Ինչ նկատի ունեմ հասկանալի չէ, երբեմն բառից բուն իմաստով հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում նաև հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Հանրությունը, երբ իրավիճակը հանգում է բացատրություններին, բախվում է այդ լեզվին ու այստեղ ամեն ինչ ավարտվում է։ Երդվյալ ատենակալների դատարանի գաղափարը կապ ունի նաև սրա հետ, որովհետև երբ որ կողմերը չկարողացան երդվյալ ատենակալներին հասկանալի լեզվով բացատրել ինչը ինչոց է, իրանց խնդիրն է։ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին վարչապետը խոսել էր նախորդ շաբաթ ազգային ժողովում։ Առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը նկատեց, որ երդվյալ ատենակալների ինստիտուտի ամենազարգացած դրսևորումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, այն խորտ չէ նաև ռուսական արդարադատական համակարգին։ Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է, եթե պատշաճ կերպով իրացվի, կարող է ծածկել քրեական վարույթի ոլորտը, բայց մենք ունենք քաղաքացիական եւ վարչական եւ սնանկության վարույթներ, որոնք որ ի բնե չեն կարող երդվյալ ատենակալների ինստիտուտով իրականացրել եւ արդարադատությունը այդտեղ չի կարող երդվյալ ատենակալների միջոցով իրականացվել։ Սատանան մանրուքներում է։ Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը չի փայլում իր իրավագիտակցությամբ, նշում է Խալաթյանը։ Բացի դա կա նաև կոռուպցիոն ռիսկ։ Կոռուպցիան խոր հասարակական արմատներ ունի մեր երկրում։ Այդտեղ խնդիր կա, թե արդյոք համակարգացիները կունենան այնքան բարձր իրավագիտակցություն, որ պարզապես իրենց այսպես քվեարկության մի ձայնը չեն վաճառի։ Այսինքն այստեղ կան հարցեր, որոնք ընդհանուր առմամբ իհարկե երդվյալ ատենակալների ինստիտուտը ժողովրդավարության շատ հետաքրքիր էլեմենտներ է ավելացնում քրեական արդարադատությունում։ Բայց եւ միաժամանակ նաեւ հետեւյալը, թե որքանով ժողովրդի իրավագիտակցությունը համապատասխանում է երդվյալ ատենակալների ինստիտուտի լավագույն ավանդույթներին։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Ինչու ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապեր ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Բոլոր բարականներում արդարադատությունը կարողանում է այն վերջնական օղակն է, որտեղ կարող են զտվել ավելի ստորին օղակներում առկա կոռուպցիոն դրսևորումները եւ հրապարակային դատաքննության ժամանակ իդեալական գոնե պայմաններում դատավորը կարող է այսպես հացը չորից զատել, բարձրացնել նաեւ կողմերի օգնությամբ տվյալ դեպքում փաստաբանների օգնությամբ նաև օրինակ նախաքննության ժամանակ առկա խնդիրները արդարադատության օղակը այդ զտիչ օրգանն է, որ ավելի ստորին մակարդակում առկա ոչ բարեխիղճ դրսևորումները կարող է զտել։ Բայց երբ որ արդարադատության իրականացմանն ենք մենք ներգրավում արդեն նաև այդ այսպես միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացուն, այդտեղ պետք է ինչ-որ առումով զգուշ լինել, որովհետև մենք փաստորեն այն նույն միջին վիճակագրական քաղաքացուն, ով կարող է ստորին մակարդակում նույն օպերազորի կամ քննիչի կամ հետաքննիչի մակարդակում որոշակի անօրինական քայլեր կատարել, անօրինական գործողություններ կատարել, մենք նաև այդ միջին վիճակագրական քաղաքացուն նաև վերջնական որոշման կայացման իրավասությունն ենք փոխանցում
անցում։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Յովհաննիսյանն այլ դիտանկյունից է նայում հարցին ու վարչապետի այս հայտարարությունը նմանեցնում դեռ 2016-ին падգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հեղափոխություն անելու համատեքստում արված հայտարարությանը։ Իմ մոտ շատ ուժեղ ասոցիացիաներ առաջացավ Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի վերջում ազգային ժողովում արված ելույթի հետ, որտեղ ինքը ասում էր, այ հարգելի քաղաքացիներ, գալիս եք, մեզանից եք ուզում, որ մենք իշխանափոխություն անենք, ասում եք, որ մեր հետ եք։ Հետո գնում եք, տեսնում եք Էդուարդ Շարմազանովին, Շարմազանովի ձեռնեք սկսում ասում եք ձեր հետ եմ։ Հետո երրորդին եք տեսնում, ասում եք ձեր հետ եմ։ Ու իր ասած այն էր, որ հարգելի քաղաքացիներ, մենք չենք կարող հեղափոխություն անենք առանց ձեզ։ Կամ դուք դրան մասնակցեք կամ դա չի լինի։ Մոտավորապես նույնը ըստ Յովհաննիսյանի վարչապետը հիմա ուզում է անել արդեն արդարադատության համակարգում։ Քաղաքացիներ, մենք առանց ձեզ զուտ կառավարությունը տենց զուգահեռ իրականությունում չի էլի, որ արդյունավետ գործող դատական արդարադատական արդյունավետ արդարություն տարածող արդարադատական համակարգ ստեղծենք, հանրությունը պետք է դրա մասը կազմի։ Ինձ թվում է, վարչապետն սա հասկանում եւ սա հասկանալով ասում է, որ արդարադատության համակարգը կլինի այնքանով արդար, ինչքանով որ դուք։ Ինչու է ուրեմն ուշանում արդարադատությունը։ Արդարադատությունը ոչ այնքան ուշանում, որտեղ տեղ չի հասնում։ Ինքը անընդհատ process է, ինքը չի հանգուցալուծվում։ Ինքը գնում է, անընդհատ պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում։ Այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք հասանք հետեւյալ եզրակացության։ Երբեմն օրը ցերեկով բաներ են տեղի ունենում, որ պետք է ստանան իրավական գնահատականներ, սակայն լինում են դեպքեր, երբ դա տեղի չի ունենում։ Երբ գալիս է պատասխան տալու պահը, թե ինչու դա տեղի չի ունեցել, իրավապահ տարբեր օղակներ ունեն նույն պատասխանը։ Մյուս օղակը լավ չի աշխատել, այդ ամբողջ պատճառը։ Ինչը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց հարցը հետեւյալն է։ Ես էլի շարունակաբար դնում եմ այս հարցը. հանրությունը ինչով է մեղավոր եւ ես հիմա ինչ ասեմ մարդկանց։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ճեղք կա ժողովրդի եւ իրավակարգի միջև։ Վարչապետը նշեց, որ իր գնահատականը եղել եւ շարունակում է մնալ այն, որ այդ ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։